եկեղեցին պոկի Ռուսաստանի KGB-ի ջանգերից ծառայեցնի Հայաստանի պետականը։ Ուրեմն հայը պետք է լինի հայամետ, իսկ նրա աշխարհայացքը եւ ուրեմն աշխարհի ծավալման տեսակետը Հայաստանակենտրոն, ուրիշ այդպես էլ այդ հայտականքը ռուսների առաջադրանքով է ժամանակ բոլշևիկները, իսկ այսօրվա ռևանշիստները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն էին գրավում։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք եւ շարունակելու ենք, մինչև չունենանք հրձոր, կազմակերպված ուժեղ պետականություն, ուրեմն ըստ արժանվուն հայ ժողովրդի ավանդական արժեքների եւ հումանիստական կերպարի, բայց նաեւ մի պետականություն, որը շատ ուժեղ է ուրեմն նյութապես, ուժեղ է հոգեպես, բայց ուժեղ է ռազմապես։ Ես կարծում եմ, որ ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է անի, իհարկե երկու պետություն դիմադրելու են կատաղի, Ռուսաստանը եւ Ադրբեջանը, մենք պետք է ունենանք մեր չափերը գերազանցող ռազմական հզորություն եւ չզարմանանք։ Սա մեր ճանապարհն է, դրա շանսերը մենք ունենք, իհարկե տարածքը փոքր է, բայց մենք աշխարհասփյուռ ենք, որպես ժողովուրդ եւ ունենք ահռելի պոտենցիալ։ Եթե մենք վարի տանք սփյուռքի KGB-իչնիկներին եւ Հայաստանի KGB-իչնիկներին էլ աղբի մեջ սովետաշենի թաղենք, մենք շատ ավելի հզոր կլինենք, նույնիսկ ուրեմն Իսրայելն է։ Գիտեք ինչու, որովհետև Հայաստանը աստվածաշնչյան պետություն է եւ Հայաստանը առաջին անգամ աշխարհում հռչակել է իրեն քրիստոնյա պետություն։ Մենք ավանդականորեն եղել ենք, դիտվում ենք քրիստոնյա պետություն, այստեղ է մեր ուժը։ Ավելի այսինքն հոգևորն է հզոր, քան թե հզոր է նյութականը։ Նյութականը մենք ինքներս կստեղծենք, իսկ Աստված ձեզ զորավիք կկանգնի, որովհետեւ ունենաք այն Հայաստանը, որը ձեզ թողել է առնվազն դրտատմեց թագավորը Գրիգոր Լուսավորիչի հետ միասին։ Դա նշանակում է նաև մի օր մի քաղաքական աղբանոցում էլ կխեղդվի ուրեմն Գարեգին ուզուրպատորը, որը իր հարազատ ժողովրդ եկեղեցին գողացել է եւ ծառայեցնում է գողապետությանը եւ Ռուսաստանի շահերին։ Հոգեվոր վերնախավ կոչված է Հայաստանի, այսօր քանի ուզուրպատորին չի գահանգեցարել եւ չի հարցը լուծել, նաեւ բանադրել եւ զբաղված է քաղաքականությամբ, նա արժանի չի Հայաստանի պետականությանը, երբ որ կանի, ուրեմն կլինի այնպես ինչպես մեր ուրեմն Էստոնիայի հոգևոր առաջնորդներ, մենք արդեն օրինակն ունենք եւ այս 10 հոգևոր պետք է եկեղեցին պոկի Ռուսաստանի KGB-ի ջանգերից ծառայեցնի Հայաստանի պետականությանը։ Ուրեմն սա որպես նախաբան սիրելիներ։ Ուզում եմ ասել, որ երկու սինդրոմ, երկու բարդույթ մենք ձեզ հետ միասին պիտի հաղթահարենք, քանի որ ձեզ հետ միասին որոշել ենք պատմության փոշեկոլոր ուրեմն ճանապարհներին չկորչել, որն է դա ցեղասպանված ժողովրդի ուրեմն այդ կերպարը, իհարկե դա մեր ցավն է, բայց դա մենք պիտի հաղթահարենք, չմոռանալով ոչինչ, հանգարցել ինչ-որ սրիգաներ չոռնան, թե այս է ցեղասպանություն մեր մոռանում են, ոնց որ իրենց ազգական ցեղասպանությունն է, այդ մեկը ուրեմն եւ երկրորդը բարդության այն մրուրը, որ մեր ճակատին գողապետությունը դաջեց իր հրամկազմով, Կրեմլից մինչև Ղարաբաղյան կլան պարագլուխներ, որոնք էլ այսօր հայտ են ներկայացնում Հայաստանի տերը նորից դառնալու, իբրև թե սեփականատերն էին, բայց դա ուզում են։ Կարծում եմ դա չի լինելու, որ իսկ եթե եղավ, մենք որպես ժողովուրդ կարծում եմ, որ արժի որ այլևս հայտ չներկայացնենք վերականգնման մասին ամոթ է։ Այսպես ուրեմն հիմա հիշեցնեմ, որ այսօր մեր ուրեմն պատմության տարեկան իմաստով
վաղվա համար եմ ասում, մայիս 28-ի ամենափառահեղ էջն է, ես վաղը հռչակվելու է տարիներ առաջ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Կարծում եմ, որ այս տոնը իրեն հավասարը չունի նորագույն եւ նոր պատմության շրջանում։ Բոլորը ֆիկցիա են այս տոնի համեմատ, որովհետեւ պատկերացրեք հաջորդի գիգանտի թռիչքը ցեղասպանությունից, դավաճանությունից, ռուսական զորքի Հայաստանից փախուստից, թուրքերի հետ դավադրությունից եւ հայ ուրեմն այն հատվածների անդարբերությունից, որոնք ուրեմն հեղափոխությունով էին զբաղված, ռուսների համար հեղափոխություն էին անում, զբաղված էին չգիտեմ ինչ աղբով, ուրեմն մնացած ջանքերով, ջիգերով, դուք գիտեք, որ ուրեմն Սարդարապատում եղավ աննախադեպ հաղթանակ, ցեղասպանությունից հետո նկատի ունեցեք եւ հռչակվեց Հայաստանի պետականությունը, որը ազատ անկախ միացյալ դառնալու հայտ ներկայացրեց 1919 թվականի մայիսի 28-ին չստացվեց, բայց կստացվի, ուրեմն Աստծո երևի թե վճիռը կա, որտեղ պետք է ստացվի, բայց դրա համար աշխատել է պետք, ուրեմն ժողովուրդ ջան, ես ձեզ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անունից դրա իրավունքը բնականաբար ունեմ, շնորհավորում եմ բոլոր մեր համագիրներին, բոլոր աշխարհում են, որտեղ մեր հաղորդումը դիտում են աշխարհի բոլոր ծայրերում, նույնիսկ Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ այլն։ Հյուսիսային Կորեայից տվյալ չունեմ, երևի ուրեմն այնտեղ թե պարսպապատ բռնակալություն է, չգիտեմ, բայց շատ, այսպես Չիլիից եւ այլն, այլ ուրեմն բոլոր տեղերով Սաուդյան Արաբիայից հատկապես ուրեմն շնորհավորում եմ ձեզ մայիս 28-ի տոնի կապակցությամբ, սա մեր ժողովրդի հերոսականության, ոգորումի, ուրեմն ապրելու կամքի արխալճան է եւ մեր պետականության նոր շրջանի մեկնարկը։ Մայիսի 28-ով հաջորդ ըստ էության հայկական լեռնաշխարհի արևելյան, հյուսիսարևելյան փոքրիկ մի հատվածում հանրապետություն հռչակվեց 11 ուրեմն 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա մոտավորապես դժնդակ պայմաններում, բայց հռչակվեց եւ վերականգնվեց Կիլիկյան Հայաստան անկումից հետո Հայաստանի պետականություն։ Ուրեմն սա պատկերացրեք իրականում կարծում եմ յուրաքանչյուրիս համար իրական տոն է։ Ինձ համար օրինակ մեր ամենապառահեղ տոնն է։ Ես առանձնապես նոր տարի կոչվածը հետ չեմ սիրում, բոլոր գիտեն, որովհետև մեր ժողովրդի մեջ ավանդույթ է խախտվել, որովհետև մեր ժողովուրդը ուրեմն միշտ փառահեղ կերպով հազարավոր տարիներ նշել է Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին, ոչ թե նոր տարի։ Դե նոր տարին ամբողջական հասկանալի մի տոն է, որը սովետական իշխանությունը փաթաթեց մեր ժողովրդի եւ սովետական ժողովրդների վզին, եւ այսպես նոր տարի եւ այլն։ Ուրեմն սրանք ես ձեզ պարտավորվել եմ վերադարձնել ձեր պատմական հիշողությունը, այն իրականությունը, որ ունեցել է Հայաստանը, որ ունի Հայաստանը, որ պիտի ունենա Հայաստանը։ Իրականում այդպես էլ կա, թե չէ, ուրեմն Սփյուռքում որոշ տեղերում, երբ ասում ես հունվարի 1, ասում են լավ դա ինչ տոն է, նոր տարի որս է, որտեղ Սփյուռքը նշում է, ավանդական Սփյուռքը նշում է հունվարի 6-ը, բայց ես այն իմաստով չեմ խոսում, որ հարամ անեմ այդ տոնը ձեզ համար, բայց ես չեմ սիրում։ Իմ ամենասիրած մեծ փառահեղ տոնը մայիսի 28-ն է։ Ինձ համար դա տարիներ շարունակ եղել է, մնում է ուրեմն անգերազած մի բան, եւ դրա մեջ Արամ Մանուկյանի հսկա կերպարն է Հայաստանի Հանրապետության իրական հիմնադիր է, իրական ստրատեգ է, իրական կամքը, ես կասեի իրականում Արամ Մանուկյանը հաջորդի կամքն էր, որ հայ ժողովրդին կարողացավ համախմբել եւ ամենադաժան պայմաններում, աներևակայելի միջավայրում ցեղասպանված եւ ցեղասպանության դեմ կռիվ տվող ժողովրդով հռչակեց Հայաստանի պետականության
վերականգնում է առաջին հանրապետության տեսքով, այնպես որ երկու բաներ չմոռանաք, մայիս 28 եւ Արամ Մանուկյան, ուրեմն սրանք ուրիշ բաներ են։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ահա այսպես մեր ուրեմն ասեմ արդեն, որ սա հայացք Երևանից հաղորդաշարն է եւ դուք տեսնում եք, որ մենք հետեւողականորեն շատ մեր հասկացածի չափով, մեր կարողություններով եւ ձեզ հետ միասին տարիներ շարունակ պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության շահերը։ Մենք բացառապես եւ հայտարարում ենք, ուրիշի նման բելև չենք անում, կամ թաքնվենք, կամ ուղղ չասենք։ Մենք պաշտպանում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Դրա համար բնականաբար քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ոչ հյուսիսամետ է, ոչ հարավամետ է, ոչ արևելամետ է, ոչ էլ արևմտամետ է, նա բազմավեկտոր իրականություն է, այնպիսի իրականություն, ինչպիսին հայ ժողովուրդը ինքն է, ուրեմն դրա համար մեր կարգախոսը շատ պարզ է, ես կուզենայի, որ դա ամեն մի հայ կարգախոսը լիներ, բայց իմ ցանկությունը այնպես չի, որ ամբողջովին կատարվում է, ուրեմն որն է, հայը պարտավոր է լինել հայամետ, ի ծննդ է, որպես երախտիկ շնորհակալություն եւ պարտականություն իր ծնողներին, որտեղ ծագումը ծնողով է, ուրեմն հայը պետք է լինի հայամետ, իսկ նրա աշխարհայացքը եւ ուրեմն աշխարհի ծավալման տեսակետը Հայաստանակենտրոն, ուրիշ ոչինչ չի կարող լինել, եթե դուք սա իրականության մեջ այդպես էլ կա, բայց մարդիկ խեղաչուրում են, մեկը արևելամետ է, մեկը արևմտամետ, ես չեմ իմանում, մեկը Զանզիբար, մեկը Չինաստան, այսօր Ռուսաստանը մեռնում է, եւ շատով երևի մեր մեջ կհայտնվեն նաեւ ուրեմն Չինաստանամետներ, ես առաջարկում եմ այդ մետերով այլևս չզբաղվել, եթե մետեր բանը ուրեմն Հայաստանամետ, իսկ հայամետ, եթե մոլ ուրեմն սիթիներ, մոլեր, առևտրի կենտրոններ Երևանում, բայց ոչ այդ ուրիշ իմաստով մոլեր, եւ նույնիսկ թմրամոլ եւ այլն, բոլոր այդ ամենը չմերժեն լինել, ուրեմն եթե գուզեք իսկական Հայաստանա մոլեր եղեք, այդտեղ է մեր ուժը, այդտեղ է մեր համախմբման միակ կետը, ուրեմն ուրիշ կերպ չի կարող լինել, պատմություններ ցույց է տալիս։ Հիմա ավելի կոնկրետ բան ասեմ, որ իմանաք, որ պատմությունը ունի անակնկալներ եւ այդ անակնկալները ժողովուրդներն իրենք են կերտում, մեկը ոգեղեն հզորությամբ, մեկը հարկադրված, մեկն էլ լինելով ռուսամոլ, փախչում թողում է իր ծննդավայրը, որովհետեւ ուրեմն չի կարող մարդը լինել իր հողի վրա ուրիշամոլ, ով ուրիշամոլ է, նա չքվում է, նրան թրծնում են, ինչպես որ ձեր աչքի առաջ եղավ։ Դրա համար պետք է լինել միայն այնպիսի մոլ, ինչը կապված է հայության եւ Հայաստանի հետ։ Ուրեմն սա իմացեք, որ ճիշտ է, ես ասում եմ սրտի ցավով, բայց այդպես է, ինչքան կլնեք օտարամոլ, այնքան շուտ կազատեք հայկական լեռնաշխարհը, ձեր ծննդավայրը, ձեր տիրույթից եւ հաջորդ օրը կապացուցեմ, որ դա ձեր հողը չի, ինչպես այսօր Ալիևն ապացուցում, որ Արցախի հետ հայությունը կապել չունի մշակույթն էլ է, ռուսներն էլ կենաց են խմում Կիրիլի գլխավորությամբ, գալիս հնարում են նոր քրիստոնեություն, նոր բան եւ այլն, ձեր աչքի առաջ ինչ ասեմ, ուրեմն դրանք, ուրեմն այսպես ասեմ, առաջին հանրապետությունը կարծում եմ պետք է լինի այն արժան, որը պատվանդան, որի վրա զարգանում է մեր պետականությունը, բայց իմ ասած ճանապարհով եթե մենք գնանք, մենք տասնամյակների ընթացքում, գուցե շուտ, գուցե դժվար է ասել ուշ, որտեղ դա միջազգային հարաբերությունների բարդ թնջուկի հետ կապ ունի, նորից կվերականգնվենք շատ ավելի ընդարձակ, շատ ավելի ուժեղ եւ այլն։ Օրինակներ ասեմ։ Ուրեմն առաջին հանրապետությունը Սարդարապետի հաղթանակից հետո 1918 թվականի ուրեմն մայիսի 28-ին հռչակվեց որպես պետականություն եւ ազգային խորհուրդը իրեն հռչակեց, ճիշտ է Թիֆլիսում էր գտնվում, բայց հետո վերադարձավ, իսկ Արամ Մանուկյանը Երևանում էր եւ
կատարում էր ազգային խորհրդի կամքը, Երևանի ազգային խորհրդի որպես նախագահ, իրեն հռչակեց հայաբնակ բոլոր գավառներից ուրեմն կառավարիչ։ Դրանց մեջ մտնում էին նաև այդ օրերին Նախիջևանը, Կարսի մարզը, ուրեմն Նախիջևան շարուրը, Արցախը եւ այլն։ Ուրեմն բայց մեզ հաջողվեց այդ ճակատամարտով ընդամենը զենքի ուժով ունենալ զենքի տիրույթի տակ 11-ին մոտավորապես հավասար տարած 11,000, այսինքն երկու անգամ, 2,5 անգամ Հայաստանի այսօրվա հանրապետությունից ուրեմն փոքր կամ գրեթե այսօրվա հանրապետության 3 չափը, դժբախտաբար մենք նույնիսկ նրա 3 չափը չունենք, բայց ինչպես ասում էր Հայաստանի պարլամենտի ժամանակվա ուրեմն փառահեղ ղեկավարը Ավետիք Սահակյանը իր բացման խոսքի մեջ, որ սահմանները հավերժ չեն, սահմանները փոփոխական են եւ Հայաստանը ուրեմն պատմության որոշումի կամքով պետք է ընդարձակվի եւ 2 տարվա մեջ հիշեք բարեկամներ 1920 թվականի ամռանը արդեն օգոստոսի շրջանում Հայաստանը որոշ հաշիվներով ուղղակի ես լավ չեմ հիշում 61 թե 71,000 քառակուսի կիլոմետր տարածք ուներ ընդարձակվել էր ամենաքիչը 5 անգամ, իսկ ամենաշատը 7 անգամ եւ ահա սա ռուսի աչքը հանեց, ասում եմ որովհետեւ անպայման հենց սադրեց եւ թուրքին հարձակում թուրքի միջոցով հարձակում կազմակերպեց առաջին հանրապետության վրա, այդ տան նկատի ունեցեք, առաջին ուրեմն սադրիչը Ռուսաստանն էր եւ Սևրիչ առաջինը ուրեմն Հայաստանի հանրապետությունից Ռուսաստանը պահանջեց հրաժարվել Սևրիչ, չնայած մարդիկ գիտեն թուրքերն են պահանջել, ոչ, ուրեմն դա պահանջել է ուրեմն Չիչերին կոչված աղբը Լեգրանի թելադրանքով Լենինին, ուրեմն այսօրվա կարող եք ասել Կոպիրգինը Լավրովին, Պուտինի միջոցով, այսպես էլ եղավ, ուրեմն առաջինը Սևրից հրաժարվելու պարտադրանքը Ռուսաստանն է ներկայացրել այն ժամանակ, երբ հայ տականքը, ինչպես այսօրվա տականքը Շուշին կազմակերպեց եւ մեր զինվորների գլուխն ուտելով Շուշին հանձնեց ուրեմն պաշտպանությունը ուրեմն քայքայեց դրանց մի մասը Երևանի փողոցներում որպես ազգային դավաճաններ իրենց կարծիքով հերոսներ թափառում են ափսոս որ չեն դատվել որոնց վերաբերյալ քրեական գործեր կան այդպես էլ այդ հայտականքը ռուսների առաջադրանքով է ժամանակ բոլշևիկները իսկ այսօրվա ռևանշիստները որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն էին գրավում, կառավարության շենքը 20 թվականի նոյեմբերի 9-ի թե 10-ի գիշերը, ուրեմն նույն բանն է եղել, ահա հայտականքը կազմակերպեց Կարսի ամրոցի պաշտպանության տապալումը, որից հետո թուրքական ճանապարհը բացվեց Հայաստանի Հանրապետության սիրտ դեպի Ալեքսանդրապոլ, դեպի Էջմիածին, դեպի Բայազեդ եւ այլն, այսինքն Կամո եւ Գավառ եւ այլ շրջաններ եւ այսպես մի խոսքով հանրապետությունը տապալվեց հայտականքի ձեռքով ռուսի ներշնչանքով հիմա այդ տականքը տեսեք մի անգամ լինում է բոլշևիկ հայ մասին խոսք այդ տականքը մի անգամ լինում է ուրեմն մենշևիկ այսօր ռևանշիստն է որ գիշեր ցերեկ իշխանապողություն պառաճելով փողոցներում գոլորշի անում է ցեխի մեջ ուրեմն ամբիոններում եւ դուք ձեր աչքով տեսնում եք բայց ինչ է ուրեմն հայ տականքի գույնը փոխվում է մեկ բոլշևիկ մեկ մենշևիկ մեկ ռևանշիստ բայց մեկը ինքեությամբ մնում է արմյաշկա այսինքն հայուկ որոնք ատում են սեփական անկախ պետականությունը սարսափում են անկախ ապրելու հնարավորությունից եւ պարտադրանք չի կարող լինել անկախ ապրել, բայց այդպես է Ջորջան։ Ուրեմն ուզում եմ ասել, որ եթե հայր Աբրամ էին ասում, ուրեմն
Հայր Աբրամը ժամանակին Երևանում հռչակեց ամենադաժան օրերին, որ Հայաստանի սահմաններն ընդարձակվելու են, 2 տարվա մեջ Հայաստանը 5-ից 7 անգամ աճեց, եւ երախտիկի խոսք ունեմ ասել, ձեզ հետ միասին կարծում եմ, շնորհակալություն այն սերնդին, որ կերտեց Սարդարապետը եւ Հայաստանը գոլոշիացման իր բառացիորեն վիճակի մեջ, ուրեմն հռչակեց Հայաստանի պետականությունը Արամ Մանուկյանի հսկա կերպարով։ Ես կարծում եմ, որ սա պիտի մնա մեր յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես դպրոցական Արամ Մանուկյանի կերպարի հետ պիտի քայլի Հայաստանի դաշտերով, ձորերով, այգիներով եւ պետականության հետ։ Դա մեր սին մենք լավ չենք հասկանում, հատկապես իրար հաջորդող իշխանություններ Արամ Մանուկյանի կերպարը չեն կարողանում հասկանալ, մեջը հավանաբար նախանց կա, կարող է, ուրեմն ուզում են Արամ Մանուկյանի բաշխության լինել, բայց նման անձերի ուրեմն կերպարները եզակի է լինում։ Հաճախ եւ պատմությունը չի իմանալ փաստարկ վերելը, ոչ մի փաստարկ չի, դարժեք չունի, չգիտեք սովորեք, այդքան բան։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ահա այդ հանրապետությունը ընդարձակվեց, ունեցավ լավ բանակ, ունեցավ նաև լավ դավաճաններ, որոնք կարողացան Կարսը կազմակերպել, Թուրքին հանձնել, որտեղ այդպես էր ուզում Կրեմլը, ինչպես որ Շուշին եւ Արցախը ուզում էր Կրեմլը վերադարձնել ուրեմն Ադրբեջանի թրքությանը, ինչպես որ հիմա էլ գրում են, ասում են էթնիկ ադրբեջանցի, նա հարց են տալիս, էթնիկ ադրբեջանցի այդ տխմարություն ով է հնարել, ով է էթնիկ ադրբեջանցին, ով կարող է բացատրել դա ինչ է նշանակում, բայց արդեն մեր գրականության ցամքի մեջ են ընկնում։ Հիմա խոսակցության լեքսիկոնի մեջ Հիմա այսքան ինչ եմ ուզում ասել, ուրեմն հանրապետությունը ընդարձակվեց, հանրապետությունը հետո ենթարկվեց ռուսական ագրեսիայի, Թուրքի կազմակերպման տեսքով եւ հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա պատերազմում Հայաստանը հերթական անգամ ջախջախվեց եւ օկուպացվեց, ուրեմն դեկտեմբերի 2-ին ռուսական Կարմիր բանակի ուրեմն ուժերի շնորհիվ ասեցի հայ տականքի դավաճանության չկռվելու եւ ժողովրդին ու բանակին քայքայ աշխատանքի տանելու հետևանքով եւ հետո մենք ունեցանք 2 տարի աճ ու ձախով ուրեմն մենք ունեցանք 31 ամբողջ քանի 18-ական չափով Հայաստան, այսինքն այն Հայաստանը, որ այսօր կա, որպես պետականություն մոտավորապես այդ կանը հայ առաջին ուրեմն Կոմգուսի առաջին քարտուղարներն էլ 2-3 վաճառեցին Թուրքին եւ այսպես ադրբեջանցին նկատի ունեմ, հիմա մենք ունենք 29 ինչ որ ասում են պաշտոնական։ Բայց հիմա ես չմոռանամ ասեմ, որ չասեք մոռացավ, ում ունեմ երախտիկ արտահայտելու դաշնագիտներին, նրանց մեջ առաջին հերթին Անգլիային, ուրեմն ռուսների ատելի Անգլիային, ռուսների համար եւ հայ ռևանշիստների ատելության սուբյեկտ Անգլիային, Անգլիաներ, որ 15 թվականի ապրիլի շրջանում Հայաստանի առաջին հանրապետությանը օգնեց միացնել Կարսի մարզը Արդահանի Օլթեի շրջաններով եւ Շարուլ Նախիջևանը նորից Անգլիայի կամքով անգլիական առաջնորդությամբ։ Հիմա ինչքան կարող եք ճագերտներում հայեք անգլիացիներին, որ ձեզ համար, մեզ համար Հայաստան ընդարձակեցին։ Իհարկե չարեցին ծովից ծովը, բայց արեցին այդքանը։ Այս ռուսը եկավ գլխներից տվեց արծվի նման տարավ որսը ձեռներից հետ եկավ եւ Հայաստանը սարքեց այդտեղ։ Երկրորդ մասն էլ ասեմ, որ դեպի թե ասեմ, այսի 28-ը մեզ պարտավորեցնում է։ Ուրեմն ամերիկացիների ջանքերով, ամերիկացիների 19-20 թվականներին Հայաստանում, ինչքան ես հիշում եմ, 5-6 որբանոցներ բացվեցին, ամենախոշորն իհարկե Ալեքսանդրապոլում, ուրեմն եւ Ալեքսանդրապոլում հավաքվեցին հազարավոր հայ որբ երեխաներ, անտեր, անխնամ, ծնողազուրկ, հայրենազուրկ, որոնց ամերիկացիները հավաքեցին, ուրեմն մաքրեցին, լողացրին, հագցրին, գերագրեցին,
պատկերացնում եք, գիտեք այդ ցեղասպանության արհավիրքը եւ դրա նկարները, լուսանկարները տեսել եք եւ հասակ տվեցին մինչեւ 26 թիվ։ Նաեւ առիթ էին ստեղծում ամուսնությունների, որպես այ ժողովուրդը նորից բազմանար եւ ահա ամերիկացիների փրկած, ամերիկացիների փրկած այդ զույգերի նոր սերունդները մեռնում են որպես Ռուսաստանի ստրուկներ, գնում եւ քվեարկում են Ռուսաստանի տեխնազոյի օգտին Վարդանիկի հետևից 100%-անոց բան եմ ասում, սա խայտառակություն է, բայց ամերիկացիներն եղանար չգիտեն, ամերիկացիներ շարունակում են օգնել այնքան, ինչքան ուզում են, մանավանդ Ռուսաստանի դաշնակից պետությանը, ֆրանսիացիները տեսեք, օգնում են իրենց թշնամի հաշվող Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, բարադոքս է, չէ՞, տեսնում եք, թե ինչեր են կատարում, այսպիսի բան է Ժորժ ջան, հիմա սրանից անցնեմ մի բանի, որ ես որ չեմ ուզում երկարացնեմ, ես առաջարկելու եմ, եթե ինձ գլսեք, դաշնակներ, ռամկավարներ, հնչակներ, մնչակներ, ինչ որ գաք աշխարհում, այսօր մի բաժակ վերցնեք եւ ուրեմն բաժակը բարձրացնեք ոչ թե նոր տարվա առիթով, անհասկանալի ասեցի, ոչ թե կարող եք երջող սեղան, թեթև սեղան, բայց մի բաժակ եթե ունեք հայկական կոնյակ, որովհետև դա է մեր բրենդը, ոչ թե ռուսական արաղ, օրաղ, եւ ոդկա, մոդկա եւ այլն, կամ գինի, կամ հայկական կոնյակ, մի բաժակ բարձրացնեք Հայաստանի Հանրապետության ուրեմն ծագման առիթով իրար շնորհավորեք եւ դա իմանաք, որ այդ հանրապետությունը ոչ դաշնակներին է եղել, ոչ ուրեմն արևմտահայերին, ոչ արևելահայերին, ոչ ռամկավարներին, ոչ հնչակներին, ոչ էլ մնչակներին, ոչ մեկինը չի, դա հայ ժողովրդի հավաքական կռվի արդյունքն է եւ հիշեք նաեւ ուրեմն Արամ Մանուկյանին մի տեսեք, որ նա իհարկե դաշնակցական է եղել, նա դաշնակցության ղեկավար գործիչներից է եղել, բայց այդ ժամանակ Հայաստանում ով դաշնակցական չէր, Թումանյանն էր դաշնակցական, Ավետիք Իսահակյանն էր դաշնակցական, ում որ գիտեք, Լևոն Շամփն էր դաշնակցական, այսինքն նորմալ մարդիկ, ովքեր կռվում էին ազատության Հայաստանի համար, կռվում էին այդ կուսակցության ղեկավարության։ Ինձ մոտ ասեք, ես ինչ ասեմ, այս մարդը։ Ես այս պատմական ճշմարտությունն եմ բերում, բայց երկրորդ մասը, իհարկե, հիմա հարց ունեք, գնայք դրանք ինչ կապ ունեն այս դաշնակների հետ, որոնք Հայաստանը տերորի են ենթարկում եւ կռիվ են տալիս Հայաստանի պետականության դեմ։ Ես կարող եմ ասել, ոչ մի կապ չունեն, դա նմանություն ուրիշ է։ Դաշնակցությունը չուներ օրիենտացիոն քաղաքականություն, սրանք ռուսական ճահիճից չեն ուզում դուրս գալ, օրիենտացիա ունեն։ Եվ այլն, էլի բերեք, բայց տոնական օրը դրան չխառնենք։ Եվ սա կուսակցություններին չվերագրենք, որովհետև այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ էին, որոնք կռվում են Հայաստանի Հանրապետության համար եւ կերտեցին այդ հանրապետությունը եւ այդ հանրապետությունը այն վեմն է, ուրեմն պատվանդանը, որի վրա բարձրանում այսօրվա Հայաստանը, ես վստահ եմ, որ դա Հայաստանը, եթե մենք կամք ունենք, գնալու է պատմության արդարությունները հաղթարելու ճանապարհով եւ այլն եւ այլն եւ կոնկրետ ասեմ հետեւյալը, դուք հիմա տեսնում եք, թե ինչպիսի հաջողություններ ունի առաջին մեր պետականությունը մեր օրերին, տեսնում եք ինչպես են Լավրովները գալիս գնում, ողբի համար, որովհետև Հայաստանը իրենց իմացած Հայաստանն այլևս չկա, իրենց դավաճանած հայ ժողովուրդը այլևս այլ ժողովուրդը չի, նույնիսկ Արցախահայության ես չեմ էլ կասկածում, որ հիմնական զանգվածը այլևս Ղարաբաղցին չէ, ռսաստրուկ եւ ռսախոս ու ուրեմն չգիտեմ ինչ, հայ ժողովուրդը փոխվում է, հայ ժողովուրդը պատմության իմ շփումները ցույց են տալիս, որ մեր ազգաբնակչությունը տեսնում է իր աչքերով եւ թքած ունի Լավրովների եւ ուրեմն Զախարովների զախարության վրա, որոնք խերթական խեղկատագությունն են կազմակերպել
Երբ դիմում են ուրեմն մարդասիրական օգնություն են ուղարկում, սա զավեշտ է Ղարաբաղցիներին ուզում են ուղարկեն, հայրենազրկեցին, հիմա այսպես ասած մարդասիրական օգնություն են ուղարկում։ Ես առաջարկում եմ բոյկոտել դրանց տված ամեն ինչ։ Իհարկե հասկանալի է, թե ինչու է Կրեմլը որոշել մարդասիրական օգնություն ուղարկել Ղարաբաղցիներին, դեռ նախ խոսք է տվել, չուղարկել, էդ էլ ասեմ։ Հիմա հարց է, ռուսը ուր, որպես իշխանություն, պետություն, մարդասիրությունն ուր, ռուսի մտադրությունը դավադրությունն է, ընտրությունները մոտենում են, տարի է մնում մոտավորապես եւ ահա նա պետք է կաշվից դուրս գա եւ փրփուրը բերանին աշխատի հայ ժողովրդին պարակտված պահել Ղարաբաղյան կլանի պարագլուխների գլխավորությամբ, որոնց ուրեմն ստրուգները Կրեմլում հերթ են կանգնում, գնում են պատի մոտ, վստահ ես կարող եմ ասել, ստուգեք, գնում են Կրեմլի պատը համբուրում, գալիս ասում են Պուտինի հետ ենք հանդիպել, կամ Պուտինի չգիտեմ ինչն ենք, որտեղին ենք ձեռ տվել։ Պուտինը բանուգործ չունի ժամանակ ուկրաինացիները դրած մաշկում են, գիտեք արևմտյան երկրները հեռահար հրետանին օգտագործելու հրթիռային սիստեմներ իրավ, ուրեմն բանուգործ չունեն Ղարաբաղյան կլանի պարագլուխներով պետք է զբաղվեն, իհարկե զբաղվում են, սրանցով ես վստահ եմ, որ զբաղվելու են, բայց դրանցով զբաղվելու են Բաքվի բանդապանները, հերթական էտապը լինելու է Բաքվում վերջացնել իրենց օրերը, զալա չունեն, Պուտինը իսկ շշմելու է, Պուտինը բանուգործ չունի, Մոսկվա են գնում են, ասում են Պուտինի բունկերն էլ հայտնի չի, հաղորդումները նայեք, Կուրսկի մարզում ինքնա ուղղաթիռը խփել են, հիմա պարզվում է, որ այդ սուտ ուղղաթիռ եղել, այդ մարդը բունկերից դուրս չի գալիս չխփեն, սրանք գնում են Ղարաբաղցիներին, ես Արցախահայեր նկատի չունեմ, պարագլուխներին գնացին, գնում են այդ եմ ասում, գնում են այդ Լեննի Արցախի այդ մավզալեի մոտ ձեռները տանում են մի քիչ քարից դիզում նկարվում են, ասում են գնացել են Կրեմլ, բան չանեք, ուրեմն այդ զավեշտախաղերին չընթարվեք, կլանը չի անցնելու, մենք ձեզ հետ միասին տապալելու ենք կլանի քաղաքական ոսկյունը, որի հետևից ռուսական ցից կա, եւ ուրեմն վերջնականորեն մենք պետք է կարողանանք մեր պետությունը տանենք զարգացման ճանապարհով։ Դա ուրիշ բան է։ Կարծում եմ, որ պետականության համար ամեն ինչ արժե անել, մայիսի 28-ը պարտավորեցնող է։ Դուք տեսնում եք ինչպես են իրար հերթով Հայաստանն արժևորում տարբեր պետություններ։ Առաջինն ասեմ, հիշեցնեմ, սրանով վերջացնեմ այսօր։ Իմ տրամադրությունը տոնական է, կուզենայի, որ իմ տրամադրությունը փոխանցվեր ձեզ, ինչպես որ երբեմն ձեր խնդիրները ինձ սպանում են եւ ես ենթարկվում եմ բնականաբար ձեր տրամադրությանը, բայց այսօր դուք պետք է ենթարկվեք իմ տրամադրությանը, մայիսի 28-ի առիթով։ Ուրեմն Հնդկաստանից եկավ հաղորդագրություն այն մասին, որ իհարկե Հնդկաստանը Հայաստանի ուրեմն մատակարարն է, զենքի առաջին մատակարարն է, երևի թե, այդպես ասեմ, որ շատ հստակ չլինի զենքի մասին խոսելուց, մենք պետք է միշտ անորոշ խոսենք, բայց ասում է, որ հնդկական աղբյուրն է ասում, որ այդ համագործակցությունը առևտրից դուրս է եկել սերտ համագործակցության որակական նոր մակարդակ, սա բոլորովին ուրիշ բան է, ինչ որ մի քանի տարի է ձեզ ասում էի, որ մեր զենքի առևտուրը կամ մատակարարման հարցը դեպի մեզ պիտի որակ նոր ձեռք բերվի եւ վերածվի Հայաստան-Հնդկաստան տեխնիկատնտեսական համագործակցության եւ դա ստացվում է, որի համար ես ձեզ շնորհավորում եմ, մարտի ուրեմն մայիսի 28-ը ինձ պարտավորեցնում է որոշ շնորհություններ ասել։ Ահա թթված դեմքով Հայաստանն է գալիս ուրեմն Ուկրաինայում ջնջխվող պետության բանը, չգիտեմ որպես ինչ, իբրև թե եկել էր ինչ ասել, եկել էր տեսնել հաջորդը մարսել է Ռուսաստանի դավաճանությունը, թե չէ, տեսավ որ չեն մարսել եւ այսպես թքած ունենալով այլ պետությունների հետ Հայաստանը ավելի է սերտացնում իր հարաբերությունները եւ պատահական չէր որ Հայաստանում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց որ
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ձեռք են բերում ստրատեգիական դաշինքի բովանդակություն եւ ասես, որ դաշնակիրը մշակվում է, էլ ինչ եք ուզում վերականգնվելու համար։ Չեմ ասում, որ բարձր տնտեսական ռազմական եւ այլ համագործակցությունները խորանում են Հայաստան-Ֆրանսիա, իսկ որտեղ այս օրերին Ֆրանսիա, ասեմ ձեզ, ինչպես ասում են, հարուստն է, լետն է, ուրեմն այնտեղ նաեւ Գերմանիա է, եւ դուք տեսնում եք, որ ռուսական ագրեսիայի ճանապարհը փակրելու ուրեմն առումով ոնց որ թե առաջնությունը տեսնելով պարոն Տրամփի տատանումները Գերմանիան իր ձեռքն է վերցնում եւ ասում են, որ անգլիացիներին տալիս է այն տաուրուսը, որից ռուսները սարսափում են, նաեւ իրավունքը խփել Ռուսաստանի ռազմավարական ցանկացած օբյեկտի ցանկացած տեղավայրում, մինչև այդ արգելում էին չէին տալիս, ուրեմն ասեմ ձեզ մեզ համար քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առումով մենք ունենք այստեղ կողունակ լինելու եւս առիթ, որովհետեւ այս կուսակցությունը որպես մոդելային կուսակցություն ստեղծվել է Գերմանիայի ԿԴՄ-ի կամ քրիստոնյա դեմոկրատական միության մոդելով, ես նմանությունը նկատի ունեմ, իսկ այսօր Գերմանիայի կանցլերը ԿԴՄ-ի նախագահն է եւ շնորհավորում եմ կուսակցության անդամներին, ուրեմն որ այդ պատեհությունը կա, Միացյալ Նահանգներն տեսնում եք, որ լավ կամ վատ կա եւ այլն, այսպես շատ չեմ ուզում շարունակեմ, կան նաեւ այլ հաջողություններ, քանի որ տոնական օրը ասեցի, որ որակ է ձեռք բերում, բայց որակը նոր մեր հարաբերությունների մենք պետք է լցնենք արագ մեր աշխատանքով, մեր ձգտումներով, մենք պետք է մեր երկիրը ռեֆորմի ենթարկենք տակից վրա եւ այստեղ մի բան ասեմ ամփոփիչ հետեւյալը։ Ես դիմում եմ ձեզ բոլոր վայրերում, հայ ժողովուրդ, առանց մշակութային վերականգնման ոչ մի հաջողություն դեռևս աշխարհում որևէ ժողովուրդ չի ունեցել։ Ես նկատի չունեմ ադրբեջանցիների նման ամոֆ անհասկանալի մի զանգվածի, որը մի օր թուրք է, մի օր պարսիկ է, մի օր ադրբեջանցի է, մի օր աղվան է, հետո էլ երևի պակիստանցի պիտի հռչակեն առաջիկա, որտեղ Պակիստանի հետ մոտիկ են եւ մշակույթ է որում։ Ես մշակութային ժողովուրդները նկատի ունեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մշակութային տները պիտի վերականգնվեն, կուլտուրայի տները, այդպես ասեմ։ Կուլտուրանը չուրախանակ ռուսերեն բառ, լատիներեն է։ Այդ գիտեն թե կուլտուրայի տուն որ ասում են, ուրեմն մշակույթի տները պիտի վերականգնվեն, գիտեք որ մի քանի հաղորդում, մի քանի շաբաթ ես տվել եմ տարբեր տեղեր, նույն տխուր պատկերն է, գողապետության ավազակները, ուրեմն գողապետության որ գրամոլները եւ Գվարդյան, Ղարաբաղյան կլանի Գվարդյան փչացրել է Հայաստանի մշակութային կյանքը։ Այդ շենքերը պիտի վերականգնվեն։ Տարբեր ձևեր կան, իհարկե կառավարությունը դրանք պիտի ինվենտարիզացիայի ենթարկվի, հաստատագրի, որտեղ ինչ է մնացել, որտեղ այնտեղ կան մշակութային սովետական տարիների ճարտարապետական ուրեմն տիպային կառույցներ, շատ ափսոս է, ուրեմն դրանք պետք է ինվենտարիզացիա ենթարկվեն եւ վերականգնվեն։ Մի մասը հավանաբար համայնքների ուժերով, մի մասը սուբսիդիոն այդպես վերաբերմունքով ծրագրով, մի մասը նաեւ համայնքի գործարարների, ասենք ջերմուկի նման տեղը կարող է որևէ մի օլիգարխ ջերմուկցի, ոչ թե հայտնի լինի աշխարհում, ուրեմն որ սա այս ձևի տղա է ջերմուկցի, այդ ջերմուկի այդ տղեն պետք է գումարները դնի, այդ հիմնարկները վերականգնի մշակույթի տները, նաեւ պետության աջակցությամբ, նայած ինչպես, այսպես տարբեր հնարավորություններ կան, բայց ես կրկնեմ մի կոչ, որ արել եմ, ով որ Շիրակի գոտում, հատկապես Անի Պեմզայի եւ այլնի գոտում գործարարներ կան, ասեմ, որ ամոթ է, եթե կան միլիարդատերեր, թեկուզ դրամով, ուրեմն վերականգնեք Անի Պեմզայի մշակույթի տունը, խայտառակություն է, ուրեմն միշտ վանք եկեղեցի կառուցելով չի, ուրեմն մշակույթի տները պիտի նման տեղերում այդ աղքատության մեջ լուսավոր կետեր պիտի ստեղծել, որովհետեւ մեր երիտասարդությունը
զբաղվի ուրեմն այդ աշխարհբաներով, մշակույթի տներով, գնա կրթություն, դաստիարակություն, գիտեք էլ սովետական տարիներին դրանք հրաշալի օբյեկտներ են, ամենալավը իհարկե Երևանի Պիոներ պալատն էր, որտեղ ամեն ինչ կար դրա համար։ Նաև համայնքների ղեկավարներին եմ ուզում ասել, այդ ձեր ցավը տանեմ, այդ ինչ դժվարություն կա բնակավայրերում ամենապրիմիտիվ ձևով ֆուտբոլի դաշտեր մաքրելը, նույնիսկ ձեռքով կարելի է մաքրել, հենց Անի Պեմզայի համայնքապետ ունեն ինչ ունեն, լավ մշակույթի տուն իհարկե ձեր ուժերի մեջ չի, դուք չեք կարող վերականգնել, բայց դուք չեք կարող գոնե շաբաթօրյակով մշակույթի տան կողքի ֆուտբոլի դաշտը, որ հրաշալի դաշտ է կանաչած մի հատ քարից ու աղբից մաքրեք, դուք դա չեք կարող անել, չեք կարող ձեր երիտասարդների համար այդքան լավություն անել, լավ այդ ուտել իշքան ուր եք հասնելու, այդ որ ուտում են, ես չգիտեմ եթե կերել են թե չէ, բայց վստահաբար համայնքի ուժերով մի օրում, երկու օրում կարելի է մաքրել դաշտերը, այդ երեխեքը ձերը չեն, կարելի է այստեղ նստել Վանի մասին երազել, այստեղ նստել Երևանում, Երզրումի պատերի տակ կռիվ տալ աղթամարի համար, սարքեք մի հատ ձեր քթի տակ եղած միջավայրը, ձեր հրաշալի երեխաները, որ մի քիչ շորերը մաքրեն, մի քիչ քթները մաքրեն, ֆուտբոլ խաղան, ուրախանան, ուրեմն այս բոլորը գիտեք ինչ կա, ոչ շատ բաներ կա, որ հենց այնպես կարելի է անել, ուրեմն խնդիրն ինչ է, մշակույթի տները պիտի վերականգնվեն, պետությունը պիտի պլանավորի, ենթադրենք եւ այլն, եթե մենք եղանք խորհրդարանում, սա պետական ծրագրի է վերածվելու, բայց հնարավոր նաեւ մշտաբանի ֆուտբոլի դաշտեր, չգիտեմ ինչեր, փոքր վոլեյբոլի եւ այլն, ես ձեզ ասեմ, մենք պիտի ունենանք զանգվածային ֆիզկուլտուրա, ոչ թե պրոֆեսիոնալ, պրոֆեսիոնալ սպորտ պիտի ունենանք, թող փող աշխատեն, բերեն, թող Զանզիբարից 40 հատ նեգր բերեն կամ սևամորթ կարմրախայտով եւ Հայաստան ունենա ֆուտբոլ, դա ֆուտբոլ է թե չէ կամ Հայաստանի ինչ կապ ունի չգիտեմ, բայց առաջին հերթին մեր երիտասարդությունը պետք է զբաղվի, պատանիները պիտի զբաղվեն, պիտի խաղան, ուրախանան եւ այդ տարիները կորչում է։ Նաեւ մի պետական վտանգ ունի մեջը։ Դուք գիտեք, որ երևի թաքցնում են չեն խոսում։ Այդ նարկոտիկները, տարբեր կարգի թմրանյութերը ողողել են Հայաստանը։ Եվ դուք գիտեք, որ դրա զոհ են դառնում միջին տարիքի մեր երիտասարդները, ավելին ասեմ, ուրեմն քանի որ պարապ են, նաև սիգարետ ծխել եւ այլն, դուք դա չեք տեսնում համայնքապետեր, բայց ձեզ կոտորում եք, որ դառնաք ավականի եւ դառնաք համայնքապետ, մանավանդ սուտ խոսելով այդ օրերին մեռնում եք, չնեղանաք, որ էս եք անելու են եք անելու, Մենք շապատ համապետական բերեք շապատօրյա կազմակերպեք, մեր երիտասարդներին տվեք հողակտորներ, եթե չեք գողացել ու կերել, որտեղ տեղեր կան, որ կերել են մարդիկ հողն ու քարը, կերել են, թե ինչ են, ձեր հոր գերեզման եք սարքելու, ուրեմն այս բաները արեք, մենք պետք է անենք եւ ժողովրդով վերականգնվեք, երբ ցույց տակ ուրիշ ժողովուրդների զարգացած վիճակը, դուրներ գլակ խելագարվեք դոլարի համար Ռուսաստան երկրպագելով։ Այս բոլորը հիվանդություններ են, բարեկամներիցից չնեղանաք, ուրեմն երկու խնդիր ունենք մշակույթի տներ, ֆուտբոլի դաշտեր, վոլեյբոլի դաշտեր նայած որտեղ ինչ կա, բոլոր տեղը չասեք Հայաստանում հող չկա, քարի վրա էլ կարելի է կորտե չգիտեմ ինչի թենիսի դաշտեր ստեղծել, նայած ով որտեղ, բայց զանգվածային մեծ ֆիզկուլտուրա է պետք, սպորտը ձեր գործն է, Հայաստանը սպորտ, այնը տեսնում եք, ուրեմն կոտորում են հերթական ուրեմն կոմիտեներ, որովհետեւ Հայաստանը ունենա ֆուտբոլ, բայց մաֆիոզ խաղերը թույլ չեն տալիս հավանաբար, դժվարանում եմ ասել, բայց մինչև այդ հարցերը լուծելը, մինչև Եվրոտեսիլու մաղթելը շատ ավելի լավ կլինի, որ մեր մշակույթի տները հնչեն մեր երեխաների, մեր փոքրիկների, մեր միջին ավակ սերնդի եւ այլնի, ուրեմն երկու երաժշտություն ժողովրդական։ Հիշեցնեմ մի բան, երբ դա հնարավոր է, դա ինձ ասեցին, ուրեմն Ջերմուկի Կեչուտ գյուղի
երբ որ նայում էինք այն ավերակը, որ դարել է, աչքերը համացես կաշենք, որպես մշակութային տուն, որ այստեղ ասում է գյուղում կազմակերպում էին պիեսներ էին ցուցադրում, թատրոն էր գալիս եւ այլն, դուք կարծում եք ուրեմն այդ բոլորը վերացել է, չի վերացել, ես էլ եմ հիշում 10-րդ դասարանում, ես իմ հայրենի գյուղում իմ ընկերների հետ ուսուցիչների օգնությամբ Մաջադիա գյուղ, որտեղ մեկ հարցնում եք, ես կազմակերպել էի մեր չափով թատրոն էին խաղում, պատկերացնում եք, հիմա ու մարդիկ չեն փոխվել, մարդիկ ագահության մեջ են խոր, ռուսա չտեսները դարձել են հիմա դոլարա չտեսներ, շատ բան չի փոխվել, այսպես ուրեմն հայ ժողովրդի դեմ ռուսերենով կռիվ տվող զանգվածը հիմա անգլերենով է կռիվ տալիս, տեսնում եք ինչ-որ բառեր են օգտագործում, բառաճում են ռուսերենից պրծանք ընկանք անգլերենի ցանցը, ուրեմն դա ոչ թե անգլերենն ու ռուսերենն է մեղք ունեն, այլ օտարամոլություն, օտարասիրություն, նաև տգիտություն, ասեմ, որ տգիտությունը սեփական լեզուն մշակույթը չիմանալը, մնացած ձեռք վերևի, ուզում եք իմացեք, ուզում եք չէ, իհարկե շատ լավ է, որ իմանաք հատկապես անգլերեն, բայց ուրեմն տգիտության չափը չափվում է հայերեն լեզուն չիմանալով եւ այով խոսելով, ուրեմն խոսեք հայերեն նորմալ միջին հայերենով, որ իրար հասկանաք էլի, ոնց ասեմ, ափսոս է լեզուն, լեզվի համար է, եւ այսպես ավարտեմ խոսքս դրանով, ոնց որ ծրված սկսվեց, ասել եմ կրկնել Չերչիլի հայտնի խոսքը, ասում էր իր բաշխաբանին, ռազմական նախարարին, ասում էր սիրելիս, դե նրա ասածը մահ էր արդեն գործից ազատելու էր, ասում է եթե դու Անգլիայի մշակույթի համար չես կռվելու, ինչի համար ես կռվում, ինչ ես ուզում, որն է այդ Անգլիան, ես էլ եմ ձեզ ասում, Շեքսպիրը չի, հիմա ասում եմ, եթե դուք Պետրոս Դուրյանի լեզվի Պետրոս Դուրյանի մեծարենցի բանաստեղծության համար Հայաստան չեք ստեղծում, ինչի համար եք ստեղծում, ինչ եք ուզում, այսպես ուրեմն, վստահ եմ, որ մենք մեր գիտակցությունը կփոխենք եւ մեր արժանապատվությունով կվերադառնանք պատմության նոր թատերաբեմ, նոր հզորությունով, եւ դա մեզ պարտավորեցնում է մայիս 28 եւ նրա խորհուրդը, ստեսություն ձեզ, չմոռանաք, մի բաժակ եք վերցնում եւ Արամի եւ Հայաստանի առաջին հանրապետության օրինակ նշում վաղը, ստեսություն ձեզ